Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք կամփոփենք ինչպես ենք մենք ինքնարտահայտվում թեման։ Այս թեմայի ընթացքում մենք կհիշենք մեր սովորած բառերի ճիշտ գրությունը, կտեսնենք, թե ինչպես էին արտահայտում իրենց հույզերն ու զգացմունքները թեմատիկ շարքի հերոսները։ Կհորինենք նոր բառեր։ Հիմա կատարենք առաջադրանքները։ Առաջին առաջադրանքը հիշիր, թե որ դասից են մեջբերումները, նկարները համապատասխանեցրու տեքստերին։ Կարդանք առաջին տեքստը։ Գլխացավից ու ցանցրույթից ազատվելու համար մարդիկ շատ էին ուզում մի նոր բառ հորինել։ Հիշենք երեխաներ, որ դասից էր։ Այո, շատ ապրեք, ես դասից էր, որ ուզում էին բառ հորինել մարդիկ, ճիշտ է։ Նա զարմացավ, որ Մաշտոցն ուզում էր իր համար էլ տառ ստեղծել և համեստորեն գլխով արեց։ Հիշում եք, գլխարկ ունեցող ըտարի մասին էր դասը։ Այո, միացնում ենք ըտարին, անտեսան է տառն էլ գլխարկ ունենա, այդպես էր դասի վերնագիրը, և նա պատմում էր գաղտնավանքի մասին։ Ջրով լի տաշտ նկարեմ ու մեջը ինձ նկարեմ։ Որ դասից էր երեխաներ։ Ճիշտ է, նկարչություն բանաստեղծությունից էր։ Երբ կանգնես մամռոտ քարին, սաղմոս կասես ծաղիկներին, կգովերկես ծաղիկներին, սաղմոս կասես, խոսքը կաքավիկի մասին է։ Տեսեք, կաքավիկի նկարը չկա, մենք կարող ենք ինքներս նկարել կաքավ կամ պարզապես գրել կաքավ բառը։ Հենց երաժշտություն եմ լսում, հանգիստ չեմ կարողանում մնալ, սիրտս թրթռում է, ուզում եմ պարել, ցույց տալ, թե ինչ եմ զգում։ Խոսքը փոքրիկ պարուհին դասի մասին է, տեսեք, այստեղ պար կա նկարված։ Համապատասխանեցնելուց հետո անցնում ենք առաջ։ Առաջադրանք երկուսը։ Այս թեմատիկ հերոսներից յուրաքանչյուրը ինչ միջոց է ընտրել մտքերն ու հույզերն արտահայտելու համար։ Գրիր բառազույգերով, օրինակ, հնչյուն, տառ։ Տեսնենք, հնչյունն ու տառը, մեր տառն էլ գլխարկ ունենա, դասից էր, չէ։ Հնչյունի զույգը տառն է, միացնում ենք։ Հաջորդը, որ դասի մեջ էր, որ բանաստեղծը նկարչությամբ էր իր հույզերը արտահայտում։ Նկարչություն դասի մասին է խոսքը։ Լուսինեն ինչպես էր իր հույզերն արտահայտում։ Լուսինեն փոքրիկ պարուհին էր, ուրեմն պարի միջոցով էր արտահայտում իր հույզերը։ Կաքավիկն ինչպես էր արտահայտում իր հույզերը։ Կաքավիկն էլ իր հույզերը արտահայտում էր երգի միջոցով։ Իսկ հնչյունը տառի միջոցով։ Անցնենք առաջ, այստեղ երեխաներ մարդու զգացմունքներն են, որոնք մենք նաև սովորել ենք ես և շրջակա աշխարհը առարկայից։ Երբ մարդը ծիծաղում է, զարմանում է, ամաչում է, տխրում է, զայրացած է, վախենում է, սիրում է կամ ուրախ է, նա տարբեր դեմքի արտահայտություններ է ունենում և կարողանում է մնջախաղով ցույց տալ։ Դուք նույնպես կարող եք մնջախաղով ցույց տալ, ինչպես է մարդը ծիծաղում կամ խաղ եք խաղում, ցույց եք տալիս դեմքի արտահայտությունը, երեխան պիտի որոշի հույզը, ինչպիսին է մարդու տվյալ պահի հույզը, հուզմունքը։ Առաջադրանք 4-ը օգտագործելով նույն պատկերը, վարտանը, ալվարտը, վարտկեզը, նվարտը, մտան վարտանոց նախադասությունը ներկայացնում ենք նկարելուկի տեսքով։ Այս նույնը կա նաև մեր տետրում, աշխատանքային տետրում, մենք պիտի կատարենք հետևյալ առաջադրանքները։ Մենք տետրում աշխատանքը հետո կկատարենք, հիմա պարզապես բանավոր ասում ենք։ Տեսեք, հուրից ստացել են սուր։ Ինչն է փոխվել, հն տեղափոխվել է, սն է եկել, հուր, սուր։ Ուն գնացել է, ան է եկել, դարձել է սուրը, դարձել է սար։ Սն էլ գնացել է, պն է եկել, սարը դարձել է պար։ Հաջորդ առաջադրանքը նույնպես տետրում կա, մենք կկատարենք տետրում, այժմ անցնենք H54-ի առաջադրանքներին։ Կարդա հիշիր աչքի առաջ խորագրով խորագրի բառերը, այսինքն մենք պիտի կրկնենք մեր պարտադիր բառացանկի բառերը։ Սա նույնպես կկրկնենք, կվերհիշենք և տետրում կառանձնացնենք, իսկ հիմա կատարենք առաջադրանք 8-ը։ Նկարներում պատկերված հերոսներն ինչպես են արտահայտում իրենց սերը արևի նկատմամբ։ Մենք պիտի պատմենք, թե յուրաքանչյուր հերոսը ինչպես է իր սերը արտահայտում արևի նկատմամբ, և մենք էլ պետք է ներկայացնենք մի նկար, որի մեջ ցույց ենք տալու մեր շնորհավորական բացիկի տեսքով, ցույց ենք տալու մեր զգացմունքները
ինչ որ մեկի նկատմամբ, կարող ենք արևի նկատմամբ ասել, կարող ենք մայրիկի, ուսուցչի, ում որ ուզում ենք մեր սիրուն բացիկը կնվիրենք։ Տեսեք, բարև, արև, տեսնում եք նկարելուկ է։ Այս տղան նկարչության միջոցով է արևին իր սերը ցույց տալիս, տեսեք մատիտը ձեռքին է։ Փոքրիկ պարուհին պարի միջոցով է ցույց տալիս արևի նկատմամբ իր սերը, պարում է արևի նման, ճառագայթի նման թրթռում է։ Ջնջղուկը իր երկով կամ կաքավիկը ցանկացած թռչնի կարող եք տալ, սոխագը թայլայլում է եւ երգում է արևին, կովերկում է իր երկով։ Տեսեք, երաժիշտը, երգիչը նույնպես կարող է արևի մասին երգ հորինել։ Նկարիչը, քանդակագործը արևին քանդակելով իրենց սերն են արտահայտում արևի նկատմամբ։ Իսկ ինչ կասեք երեխաներ, արևածաղիկն ինչպես է իր սերը արտահայտում արևի նկատմամբ։ Բոլոր երեխաները գիտեն, որ արևածաղիկը երբ աշնանում է, արևի հետ է շարժում իր գլխիկը։ Արևը որ կողմ թեքվեց, արևածաղիկի գլխիկը կթեքվի նույն կողմ։ Նա այն այդպես է արտահայտում իր սերը արևի նկատմամբ։ Այժմ հիշենք, թե դասից ինչ սովորեցինք։ Մենք վերհիշեցինք, որ գաղտնավանկի ըն տողադարձելիս կամ վանկատելիս հանում է իր գլխարկը եւ հայտնվում է։ Մենք սովորեցինք, որ մարդկային հույզերը կարելի է արտահայտել տարբեր կերպ՝ երգելով, բառերով, բանաստեղծությամբ, պարելով, ինչու՞ չէ նաեւ նկարելով։ Եվ մեզ ամենաշատը երևի դուր եկավ նկարելուկներ հորինելը եւ մնջախաղով մեր զգացմունքները ցուցադրելը։ Այժմ տետրի առաջադրանքները կատարենք։ Հիշում եք գրքում ասացի, որ մենք այս առաջադրանքը կկատարենք տետրում, աչքի առաջ պատուանիկի կամ մեր պարտադիր բառացանկի բառերն են, որոնք պիտի տեղավորենք միավանք, երկվանք եւ եռավանք բառերի աղյուսակում։ Հիշում ենք, որ մեկ ձայնավոր ունեցող բառերը կոչվում են միավանք բառեր եւ արտասանվում են միանգամից մեկ շնչով։ Երկվանք բառերը երկու վանք ունեցող բառերն են, իսկ եռավանքները երեք վանք ունեցող բառերը։ Համապատասխանաբար երկվանք իսկ եռավանք բառերը ունեն 3 ձայնավոր հնչյուն։ Հիմա տեսնենք տեղադրենք բառերը համապատասխան աղյուսակում։ Մարդիկ 2 վանք, գրում ենք երկվանքի տակ։ Ան, ընդ, հատ 3 վանք, գրում ենք եռավանք բառի տակ։ Դարձ, յալ 2 վանք, մինչև 2 վանք, վերջ 1 վանք, վարդ 1 վանք, բույն 1 վանք, փորձել 2 վանք, արև 2 վանք, հիանալ 3 վանք, բարև 2 վանք, աշխարհ 2 վանք, թրթռալ 3 վանք, արթնանալ 3 վանք։ Այժմ այս բառերից պետք է գտնենք եւ դուրս բերենք եւ պարունակող բառերը։ Դրանք են մինչեւը, արևը եւ բարևը։ Հաշվենք հնչյունների եւ տառերի թիվը։ Մինչև 5 տառ 6 հնչյուն, արև 3 տառ 4 հնչյուն, բարև 4 տառ 5 հնչյուն։ Նկարիր մի շնորհավորական բացիկ։ Գրքի առաջադրանքը բացատրելիս ասել էի, որ պետք է բացիկ նկարենք եւ որևէ մեկին նվիրենք մեր բացիկը։ Այժմ պետք է ալվարտը, վարդկեսը, նվարտը, մտանվարտանոց նախադասությունը ներկայացնենք նկարելուկի տեսքով։ Նկարենք վարդ, ավելացնենք անը, դարձավ վարդանը, վարդկեսը, նվարտը, տեսեք մտան բառը, ման գրել ենք, տուն ենք նկարել, վերևում գրել ենք տուն բառի մեջ ուն հավասար է այի, այսինքն տունի մեջ ուն հանում ենք, դնում ենք ա, դարձում է տան, մտան, վարդանոց։ Սա էլ նկարելուկը, կարող են երեխաները գունավորել, գեղեցիկ ներկայացնել։ Եվ փոխակերպում խաղը նույնպես նկարի միջոցով է պատկերված, մենք կարող ենք տառերը տեղադրել եւ բառեր ստանալ։ Հուր, սուր, սար, պար։ Սա արդեն բացատրված է։ Եվ ամենավերջում հետաքրքիր առաջադրանք, նկարում պատկերված են գոյություն չունեցող կենդանիներ, անուններ դիր նրանց, նկարիր այդպիսի մի կենդանի։ Տեսեք, գորտի քթի փոխարեն կտուց է,
կարող ենք կտցագործ անվանել կամ ագրավագործ անվանել, ինչպես երեխաները կուզեն, այնպես էլ կարող են անվանել։ Նայում ենք ակաղաղին, ակաղաղը մենք գիտենք, որ երկու ոտք ունի, երկու ճանք, իսկ այստեղ 4-ն է։ Կարող ենք ակլորաճանք անվանել, ճանկակլոր կամ քարաճանկ ակլոր, ինչպես երեխաները կուզեն, այնպես էլ թող անվանեն։ Այստեղ տեսեք, գլուխը ոտքերը խոզի է, իսկ մարմինը ոչխարի։ Խոզակառ եմ անվանել ես իմ նկարում պատկերված կենդանուն։ Երեխաներ, դուք նույնպես կարող եք նկարել մի հետաքրքիր կենդանի, նապաստակ, որը կարող է ունենալ 4 ականջ, կամ կարող եք առանց պոչի աղվես նկարել։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։